Արտարադատություն։ Սա այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել պետությունը։ Երբ որ պետության մեջ չկա արտարադատություն, չի կարող պետությունը զարգանալ, գոյատևել կամ դառնալ ավելի լավը։ Երեք բոլորս գիտենք, որ ազատ արձակվեցին Ռուբեն Մխիթարյանը եւ երկու անձինք, ովքեր որ ձերբակալվել էին Գյումրու ոստիկանության գործունեության ընթացքում անհիմն, անպատճառ։ Վերաքննիչ, քրեական վերաքննիչ դատարանը բաց թողեց երկուսին, երեքին, ճիշտ ասած չգիտեմ, ինչքան գիտեմ, մեկում հանդեպ կիրառեցին տնային կալանք, երկուսին ազատ արձակեց։ Հիմա այստեղ հարց։ Արաչի Աջյանի դատարանը, դատավորի նախագահող դատավորի գլխավորությամբ պատասխանատվություն կրելու է, թե ոչ։ Տեսեք, շատ կարևոր բան է փող զսպող մեխանիզմներ ունենալը։ Դες երբ որ Արաչի Աջյանի դատարանը կկայացնի ոչ իրավաչափ գործողություն, կալանավորում, ձերբակալում, դատապարտում եւ հետագայում այլ աջանները մարդուն կարտարացնեն, Արաչի Աջյանի դատարանը պետք է կրի պատասխանատվություն։ Եթե գործը անցել է վերաքննիչ արտարացվել է Վճռաբեգի կողմից, այդ դեպքում պետք է կրի գործը պատասխանատվություն արդեն վերաքննիչը։ Եթե եվրոպական դատարանն արտարացել է, պատասխանատվություն պետք է կրեն Վճռաբեգ դատարանի դատավորները։ Ինչ պատասխանատվության մասին կարելի է խոսել։ Կարելի է խոսել գումարայինի։ Այն փոխհատուցումները, որ պետք է տա պետությունը տվյալ մարդկանց, պետք է լինեն այս դատավորների հաշվին։ Միայն այդ դեպքում դատավորները զսպվածություն կունենան եւ մինչեւ դատավեճիր կարտալը, մինչեւ մարդուն կալանք տալը։ Մտածեն, արդյոք քաղաքական պատվեր ունեն, թե չեն։ Եվ գալիք իշխանությունները պարտադիր այս ամեն ինչը պետք է փոխեն, որովհետեւ մենք ունենանք անկախ դատավարական համակարգ, այլ ոչ թե SMS-ներով դատավորներ կրճատող, պատվերներով դատավորներ, ովքեր ամեն մարդկանց կարող են կալանավորում տան, դատապարտեն եւ ոչ մի պատասխանատվություն չկրեն։ Իրանք համար հանգիստ ապրին։ Դες մենք հասկանանք, չէ՞, այսօր լիքը գործեր կա, որոնք որ ուղղակի երկրի իշխանության ներկա պայիս կամաջույքներից ելնելով դատավճիռներ են կարտացվում։ Եվ այո, քաղաքական վենդետան իշխանությունը փոխելուց հետո պարտադիր դատավորների հանդեպ պետք է եղնի։ Այո, պետք է բոլոր դատավորները, որոնք որ այսօր վճիռներ են կարտացել, մարդկանց ճակատագրեր են խեղաթյուրել, պետք է իրանք բոլորը պատասխան տան։ Ու սրա գալու է, դատավորներ ուշադիր եղեք։